Կյանքի ուղիներով հաղորդաշարի հյուրն էր երգիչ Գուրգեն Դաբաղյանը, Star News-ը հետևեց զրույցին։ 4 տարեկան հասակում փոքրիկ տղան հեռուստացույցի առջև կլանված դիտում էր Զայաթ Նովայի մասին ֆիլմը, հատկապես ուշադրությամբ լսում ֆիլմում հնչող երգերը, սկսում է երգել և գրավել ծնողների ուշադրությունը։ Հայրիկս լսեց, սկզբում թերահավատորեն ա նայել, չի պատկերացրել, բայց հետո տեսել ա, որ ինչ-որ բան ոնց որ թե կա, և ինքը սկսեց ինձ տարբեր բարդության երգեր սովորեցնել։ 1994-ից 1995 թվականներին բոլոր հանրապետական մրցույթներին, որոնց մասնակցեցի, հաղթեցի։ Իհարկե, հայրիկիս և հորեղբորս դերը շատ մեծ ա եղել երգերի մշակման, երգացանկն ընտրելու, ստուդիայի ձայնագրությունների, համերգների հիմնական սև աշխատանքը պապայիս հետ ա եղել։ Հորեղբայրս նույնպես մասնակցել է, ավելի քիչ տոկոսով, բայց շատ հարցերում իմ կողքին ա եղել։ Իրանց դերը շատ մեծ ա եղել, բայց պետք ա չմոռանամ ամենակարևորը՝ երգել եմ ես, երգողը ես եմ, իրենք չեն իմ փոխարեն երգել։ Երգում եմ, մարդը լացում ա, դա հոպարս չի երգում, պապաս չի երգում, մամաս չի, ոչ մեկ չի, դա ես եմ։ Խոսելով 4 տարվա դադարից և անցումային շրջանից հետո բեմ վերադառնալուց Դաբեղյանը նշեց. Ջերմությունը կար, հանդիսատեսը շատ սպասումով էր, իհարկե խորթություն կար արդեն մեծի հասուն ձայնով երգելու և մանկականի հետ։ Բնական ա դա լինելու էր, դա անցումային փուլ ա, շատ երգիչներ չեն կարողանում հաղթահարել, բայց իմ դեպքում լավ անցավ։ Դժվարություններ բնականաբար եղան, խոսակցություններ ամեն տիպի եղան, լսել եմ ամեն ինչ էլ, բայց մինչև այսօր շարունակում եմ ստեղծագործել։ Ինչքան էլ սիրողներ կան, բայց գիտենք, որ կան մարդիկ, ովքեր չարախնդալ ասեմ, նախանձ ասեմ կա, նամանավանդ մեր բնագավառում շատ կա։ Բնական ա պետք է լինեին խոսակցություններ, բայց առաջվանը չի, էլեն չի, նման բաներ, բայց դրանք մնացին շատ քիչ և չհիմնավորված տոկոսի մակարդակում։ Զրույցի ընթացքում Գուրգենը անկեղծ խոսեց նաև սիրելիի մասին։ Պետք ա սիրուն լինի սկզբից, գրավիչ լինի, որ ցանկություն ունենաս իրա հետ շփվելու, իսկ Մինան էդ ամեն ինչը ուներ։ Չափից էլ մի բան էլ շատ, իրա տեսքով, իրականացիությամբ, իրա բոյբուսով, գրավելով և առաջին տպավորությունը ստեղծելով։ Հետագա շփումը որպես մարդ ինձ ավելի տարավ էմոցիաները շատացնելուն, հասկանալով սիրելուն ու գնահատելուն։ Մենք շփվում էինք դեռ ինքը դպրոցական էր, բայց մտածելակերպն ու աշխարհայացքը բավական հասուն էր։ Գուրգեն Դաբաղյան անունը սիրվեց, երբ դեռ երգիչը փոքր էր, հետո բոլորը մտահոգված էին, որ անցումային շրջանում չվնասի ձայնը, եղան արդյոք խնդիրներ։ Ոչ մի խնդիր չի եղել, ուղղակի բնականոն ընթացքով գնացել է ամեն բան, և այդ ժամանակահատվածը, որ եկավ, պետք էր լռել մի քանի տարի, բնականաբար տարբեր խոսակցությունների, ասեկոսերների տեղիք պետք է տային։ Մեր ժողովուրդն էլ սեր ունի ավելի ծաղկացնելով, ճոխացնելով, ավելացնելով, բայց իրականում ոչինչ չի եղել, մի քանի տարի լռել եմ, ձայնափոփոխման շրջանն անցնի։ Կյանքի ճանապարհով առաջ անցնելով մի հետաքրքիր ակնթարթ և հանդիպում երկրորդ կեսին, ինչպես է եղել սիրո խոստովանությունը։ Ինքնըստինքյան ստացվեց, հատուկ պլանավորված ոչինչ չի եղել։ Մեր մեջ կա տարիքային բավական տարբերություն, և ինքը մեր առաջին հանդիպման ժամանակ փոքր էր, դպրոցական երեխա էր ընդամենը։ Մենք շփվել ենք ընտանիքներով և ես երկար տարիներ ընկերություն եմ արել իր հայրիկի հետ։ Սիրո խոստովանություն, որ կարող ենք պատկերացնել նվերի տեսքով մատանու, ծնկաչոք առաջարկության, չի եղել։ Այդչափ ռոմանտիկ չեմ եղել միգուցե, կամ արդեն տարիքս 31 էի, թույլ չի տվել, չեմ կարա ասեմ։ Արդեն 6 տարի միասին ենք, ու դա ապացուցեց, որ մեր միությունն ավելի թանկ ու կարևոր ա, քան այդ ամենը։ Շատ էմոցիոնալ պոռթկումները շատ արագ էլ մեռնում են։ Ես ինքս բալանսավորված մարդ եմ և սիրում եմ ստաբիլություն։ Վերջերս «Չէին սպասում» հաղորդումը այցելել էր Գուրգեն Դաբաղյանի բնակարան, որտեղ Գուրգենը խոսեց երաժշտության ժանրի ընտրությունից, գործունեության բավականին երկար դադարից։ Ինձ ոչ մեկ չի համոզել ասել կամ առավել ևս ստիպել, որպեսզի ես երգեմ այդ երգերը։ Մանկուց մեր ընտանիքում հնչել են ժողովրդական, աշուղական երգեր։ Մեր Դաբաղյանները լավ երաժշտական են։ Ով որ ծանոթ է մարդու ֆիզիոլոգիային, գիտի, որ հատկապես տղաների մոտ գալիս է մի տարիք, երբ սկսվում է հասունացման, ձայնափոփոխման շրջանը։ Չի կարելի երգել, չի էլ ստացվում։ Դա տևում է մի քանի տարի, 3, 4, 5, նայած ում մոտ ինչքան։ Պետք է ուղղակի սպասել և հետո շարունակել երգել։
Զրույցի հաջորդ մասում Գուրգեն Դաբաղյանը սիրաշատ երգ կատարեց, որը հայացքով ու ձեռքի կանչող շարժումով նվիրեց սիրելիին։ Կամիսեր իմ սրտի մեջ անուշ ու երազոտ, հայացքով հուրու կրակ, սիրուտեմ ես կարոտ, սիրունիք սև աչերով, վարդի նման շուրթերով, գերեցիր քո ժպիտով ու բույրով, քո սերն եմ ես երգելու, երգով սիրտդ գերելու, իմ կյանքում ամբողջ հոգով սիրելու։ Ու կրկներք, մեկ ժպտում ես, մեկ ամաչում չգիտեմ, հոգուդ խորքում ինձ սիրում ես, լավ գիտեմ, չեմ ուչումով հերիք իմ սիրտը մաշես, այսօրվանից իմը դու ես, քոնը ես, մեկ ժպտում ես, մեկ ամաչում չգիտեմ, հոգուդ խորքում ինձ սիրում ես, լավ գիտեմ, չեմ ուչումով հերիք իմ սիրտը մաշես, այսօրվանից իմը դու ես, քոնը ես։ Կարուն սիրուն անուշյար, արի դարդի սարաճար, Կարուն սիրուն անուշյար, արի դարդի սարաճար, Ես քեզ համար երվում եմ, Ես քեզ համար երվում եմ, Դու նստել ես բեխաբար, Աչքդ խումար, ունքդ կամար, Անուշիկ յարջան արիտար, Աչքդ խումար, ունքդ կամար, Անուշիկ յարջան արիտար։ Թեման արդեն գեղեցիկ անցումով հասավ սիրուն։ Չնայած Դաբաղյանի կինը Իննան նախապես խնդրել էր, որ քիչ խոսի, բայց անկախ ամեն ինչից անդրադարձ եղավ իր այս պահի զբաղվածությանը։ Այս պահին զբաղվում եմ միայն երեխաներով, բայց 1 տարի առաջ ավարտեցի համալսարանս։ Սովորում էի Ռուսաստանում, դրա համար շուտ-շուտ գնում-գալիս էի։ Գուրգեն Դաբաղյանը ապրում է բավականին մեծ ընդարձակ բնակարանում, որը գտնվում է Հարգի թաղամասում։ Միայն երգչի կարիերայով հնարավոր է ունենալ այսպիսի տուն, թե իրեն օգնել են։ Իհարկե հնարավոր է, հատկապես եթե ունես երկար տարիների հաջող կարիերա։ Մի քանի, նույնիսկ եւ ավելի կարելի է ունենալ։ Դա նորմալ է եւ շատ լավ, որ երգիչը կարողանում է իր մասնագիտությամբ վաստակի եւ նորմալ պայմաններում, չասենք շքեղ, բայց նորմալ ապրի։ Իննային օգնել է արդյոք ընտրության հարցում, որ ամեն դեպքում Գուրգեն Դաբաղյանը հայտնի, սիրված, ճանաչված անձնավորություն է։ Թե դա նրան չի հետաքրքրել եւ առաջինը բացահայտել է Գուրգենի ներաշխարը։ Ինձ օգնեց այն, որ հայրիկիս հետ մոտ էր, հայրս շփում ունեցել է եւ շատ էր գովում։ Հավանել էր եւ ասում էր, որ լավ տղա է։